Միացեք այս շարժմանը, եկեք Մազմանյան 5, որովհետև թե ձեր աջակցությամբ կարող եք Սրբազանին ձեր աջակցությունը փոխանցել, թե ցույց տալ, որ մենք միասնական ուժ ենք, չէ՞ որ բոլորը միշտ հարցնում էին, ասում էին Սրբազան բա երբ ենք սկսելու, Սրբազան երբ ենք սկսելու, ու ասենք այս պահի դրությամբ, այս ապօրինաբար այս շինց ու գործը, որ սարքել են Սրբազանի նկատմամբ, հենց այս են պահնա, որ բոլորը ցույց տան, որ իրենք բոլորը մեկ միասնական բռունցքով Սրբազանի կողքին են ու Սրբազանի հետ են։ Եկեք բոլորդ Մազմանյան 5։ Դուք այդ ձայնագրությունների հետ կապված ինչ կասեք։ Ոչ մի բան, ես այդ ձայնագրությունները այնքան վատ է լսվում այդ ձայնագրությունները։ Ես չգիտեմ ինքը իր էջում ընդհանրապես ինչ, մինչև հիմա իր էջում որևիցե մի գրված բան ճիշտ տեսել եք։ Փաշինյանի էջում։ Այո, Փաշինյանի էջում որևիցե մի ճիշտ գրված բան կա։ Ոնց կարանք էլ մտածենք, որ այդ ձայնագրություններից որևիցե մեկը կարա ինչ որ մի ճշտի նոտա անգամ մեջը պարունակի։ Բացարձակապ ինքը կլաուզնի գնդակահարել, մի քանիսին փակել այդ ինչ եք կարծում, եկեղեցուն 30 տարի ծառայած Բագրատ arczepiskopos Գալստանյանը արդյոք ունակա իր ազգին, որին Սուրբ Հաննա դուք ինքներդ եք տեսել, բոլոր լրագրողները եղել են Սուրբ Հաննայում, հատիկ առ հատիկ մարդկանց փաթաթվելով, գրկելով, անգամ ոստիկանության աշխատակիցներին մեր, չգիտեմ, ակցիաների ժամանակ մոտեցել է ձեռքով, հարգանքով դիմավորել է եւ ողջունել է, արդյոք այդ մարդը ունակա երբևիցե որևիցե մեկի նկատմամբ, չգիտեմ, ահաբեկչական որևիցե գործողություն դիմի կամ ասի, կամ կոչ անի, որ ինչ որ ուրիշ մարդիկ դիմեն կան ասեն։ Այս մարդու սրտում, ինչպես Իսահակյանն է ասում, կաշին քերթես էջմիածինն է, այդ մարդու կաշվի տակ ամբողջությամբ Հայաստանն եւ այս պահի դրությամբ իր ազգային ազատագրական պայքարը, որի համար ինքը դուրս է եկել, թողնելով իր գեղեցիկ տավուշը, իր, չգիտեմ, գործը, իր թեմի առաջնորդ լինելու գործը, դուրս է եկել փողոց, որպեսզի մարդկանց տանի դեպի հաղթանակ։ Ես այսքանը կարամ ասեմ, այդ մարդը երբեք ամենավատ երազում, ուղղակի դա էլ է, էլի մի քիչ ասենք ուղեղին մի քիչ պակաս պետք է լինես, որ ասենք մեղադրանքը նման մեղադրանքը, իմանաս գոնե ում վրա ինչ ես փորձում կարես։ Այդ մարդու վրա տենց բան փորձել կարելը, անկեղծ եմ ասում, իրոք կրթվելը նորաձև է, իրան պետք է նաև այդ մասով կրթել, որ ասենք ֆանտազիայդ երբ որ զոր ես տալիս, հա, մի քիչ ասենք ոտդ վերմակի չափով գցի։ Դուք կարել արտահայտությունը հնչեցիք, ըստ էության հեղաշրջման պլանը գցեցին Սրբազան շարժման առաջնորդների գրպանը, հա, այս Իհարկե, որովհետև այս մարդը ես բացարձակապես իր այս գործողություններին չեմ հավատում ու չեմ ոչ մի բառին իր տեղադրած եւ երեկվա իրանց շինց ու հրապարակած թուղթը, որ իրանք հրապարակեցին, ես ընդհանրապես չեմ հավատում ու կարծում եմ, որ իրանց ուղղակի ինչ որ մի բան էր պետք, որպեսզի իրանք այսպես մի հատ թատրոն սարքեին ու այդ թատրոնից հետո տեսած հարցակվեին այս մարդու վրա, որովհետև իրենց գերագույն վախնը այս պահի դրությամբ նեռը գտնվում է, չարիքը գտնվում է իր գերագույն վախի մեջ։ Մենք բոլորս գիտենք ընդհանրապես նեռը ինչից է ամենաշատը վախենում։ Խաչից։ Խաչով կարում ես նեռին քայքայես ու ոչնչացնես, ինքը այս պահին խաչից է վախենում, ինքը այս պահին վախենում է այս պայքարի մաքրամաքուր ու նվիրված տեսակից, ընդամենը այսքան բան։